Հրապարակը գրում է. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի Հայաստան այցին ընդառաջ բուռն սպասումներ էին գեներացվում հատկապես իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում։ Վենսի այցից 5 պակաս համացանցում լայն տարածում գտավ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, պատուհան դեպի Եվրասիա վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի սկանդալային հարցազրույցը, որում նա բացահայտում է այցի որոշ տողատակեր։ Այսպիսով, ըստ Գոբլի, Միացյալ Նահանգների իրական նպատակը մեր տարածաշրջանում հակաիրանական առանցքի ձևավորումն է, ինչպես նաև Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության հնարավոր նվազեցումը։ Գոբլն ակնհայտորեն դրական է արտահայտվում Ադրբեջանի վերաբերյալ, նշելով, որ Միացյալ Նահանգներն այժմ Ադրբեջանը դիտարկում է որպես ուժ, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել Հարավային Կովկասում, եւ որ ԱՄՆ-ն այլևս չի ընկալում Ադրբեջանը որպես նախկին խորհրդային տարածքի մաս։ Փոխարենը Հայաստանի դերն այցի շրջանակներում երկրորդական է։ Ջեյ Վենսի այցը Երևան ավելի շուտ քաղաքական ազդակ է, որ Միացյալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից, ինչը հատկապես կարևոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Այցը Հայաստանի համար նաև քաղաքական ապահովագրող գործոն է, ուղղված ներքին կայունության պահպանմանը եւ ռուսական ազդեցության հետագա նահանջին։ Կարճ ասած, Վենսի երևանյան այցը ըստ Գոբլի տրամաբանության ավելի շատ աջակցություն է Փաշինյանի թիմին ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։ Հրապարակը գրում է. չնայած նախկին կյանքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բսկտում էին նախկիններին կրթական ոլորտը քաղաքականացնելու, դպրոցների տնօրեններին ՀՀԿ-ական դարձնելու համար եւ ասում էին, որ նրանց շնորհիվ է իշխանությունը վերարտադրվում, իրենք ոչ միայն շարունակում են հին ու բարի ավանդույթները, այլև կատարելագործել են դրանք։ ՔՊ պատգամավորության թեկնածուների մեջ դպրոցների տնօրեններ կան։ ՔՊ թեկնածուներ են առաջադրվել նաև մի շարք ԲԿ-ների տնօրեններ, որի նպատակը ոչ թե նրանց պատգամավոր դարձնելն է, այլ որպես ձայն բերող օգտագործելը։ Օրինակ ակնհայտ է, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանը, Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն իրենց հետևում ունեն մեծ կոլեկտիվներ, որոնց ուղղորդելու են ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ ՔՊ-ի։ Ժողովուրդը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ Թերթը պարզել է, որ 16 միլիոն դրամից ավել է ծախսվել այդ շոու երեկոյի վրա։ Փաշինյանը հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված եւ գրանցված մասնակիցներին հունվարի 30-ին ջրվեժում գտնվող Փալադիում հոլում վայելելու վարչաբենդի առաջին փակ ելույթը։ Թերթը Փալադիում հոլից տեղեկացել է, որ մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27,000 դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 միլիոն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար 600,000 դրամ, անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է եւս 1 միլիոն դրամ, որի համար եւս վճարելը պարտադիր է։ Այսպիսով, միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 միլիոն դրամ։ Միասին դարձավ 15,1 միլիոն դրամ կամ մոտ 40,000 ԱՄՆ դոլար, մոտ 500 մասնակցի դեպքում։ Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։ Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40,000 ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7% աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետ այդքան գումար ծախսել։ Փաստը գրում է. գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են եւ իրականացվում են թե սոցիոլոգիական 1-ից 2 կոնկրետ կազմակերպությունների, թե հատկապես ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների արդյունքները ինչ-որ չափով հուսադրող են լինում իշխանությունների համար, ավանդաբար դրանք սլիվների տեսքով տարածվում են տարբեր հարթակներով, բայց արդեն տևական ժամանակ է, ինչ Փաշինյանական իշխանությունը որևէ հարցման արդյունք դաշ չի նետում։ ՔՊ թերթի աղբյուրներն ասել են, որ վերջերս իրականացված մի քանի հարցումները չափազանց վատատեսական տրամադրություն են առաջացրել իշխանության ներսում։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը չափազանց տխուր վիճակում է, մյուս կողմից ազգային ժողով անցնելու շանսեր ունեցող ուժերը փոքր թիվ են կազմում եւ դրանց մեջ Փաշինյանին մերձ որևէ կուսակցություն չկա։ Փոխարենը խորհրդարան անցնող
կազմող հիմնական ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրից գրեթե կրկնակի ավելի քվեներ կարող են ստանալ եւ արդյունքում առանց լուրջ դիմադրության Փաշինյանին զրկել իշխանությունից։ Ոգևորված լինելով մոլդովական սցենարից, Հայաստանում Փաշինյանը շատ ավելի լուրջ եւ վտանգավոր խաղ է ձեռնարկել։ Կյանքի կոչելու այդ սցենարի հայկականացված տարբերակը։ Դրա համար օգտագործելով դեռևս 2021 թվականին ընտրական օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք լուրջ սողանցքներ են տալիս ՔՊ-ին, ընդդիմադիր ուժերին զրկելու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Փաստը գրում է. Մայր աթոռում դեռևս շարունակվում են քննարկումները, արդյոք ամենկերպ ժողովը իրականացնել Ավստրիայում, թե ամեն դեպքում Հայաստանում։ Ընդ որում, եթե ի վերջո որոշվի, որ նույնիսկ այս պայմաններում պետք է ժողովն անցկացնել Ավստրիայում, թերթի աղբյուրների փոխանցմամբ այս սցենարի դեպքում եւս Փաշինյանը նոր սադրանք է մտածել։ Որոշել են Ավստրիա գործուղել Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսներին, որոնք տեղում շոու կկազմակերպեն, սադրանքներ կհրահրեն ժողովը խափանելու նպատակով։ Ավելի վաղ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավ եպիսկոպոսներից միայն ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն էր հայտարարել, որ մասնակցելու է Սանկտ Փյոլթնում կանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Փաշինյանը մտադիր է եւս 3 եպիսկոպոսի ուղարկել Ավստրիա՝ կարգալույց հռչակված Արման Սարոյանին, Նավասարդ Կճոյանին եւ Առաքել Քարամյանին, հստակ հանձնարարություններով ու ինստրուկտաժով, թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն Ավստրիայում եւ ինչեր պիտի անեն ժողովը խափանելու համար։ Նույնիսկ որոշվել է, որ այդ անձանց հետ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու ՔՊ-ականների, այդ թվում խմբակցության պատգամավորների են ուղարկելու, որպեսզի տեղում պաշտպանեն իրենց տիրադավներին։ Իրավունքը գրում է. Տիրադավ եպիսկոպոսների գերիշխող մասը լրիվ թևաթափ վիճակում է։ Ավելին ըստ նույն լուրերի Փաշինյանին հավատարիմ է մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը։ Վերջինս այսօր կողմ հայտարարում է, թե Վեհափար Հայրապետի հեռանալը ժամանակի հարց է։ Ավելին նախրոխտ կերպով հայտարարում է, թե հենց Փաշինյանի շնորհիվ է, որ արցախցիները կարողացան փրկվել։ Մի խոսքով արցախյան աղբյուրների բնութագրմամբ Վրթանեսը դարձել է Փաշինյանի վկան ու դրանից մի այլ կարգի երջանիկ է։ Մյուս կողմից էլ տասնյակից միայն Կճոյանն ու Վրթանեսն են, որ զուրկ են նահանջի հնարավորությունից։ Մեկը որպես տիրադավների լիդեր, մյուսը քանի որ ծախել է ոչ միայն եկեղեցուն, այլ նաև արցախցիներին։ Ըստ այդմ էլ մնում է, որ մինչև վերջ մնան Նիկոլի վկայի կարգավիճակում։